Այսօր վերադասավորում ենք իմ պայուսակների հատվածը։ Ես արդեն փոշիները մաքրել էի, բայց եկեք մի հատ էլ անցնենք։ Առաջին պայուսակը, որը ես դες կտամ սևերից, դա սա է։ Ես իրան ամեն օր չի որ կարողանում եմ համադրել շորերից հետ, այդ պատճառով ինքս ինձ տեղ գնալու պայուսակ է։ Սա ավելի առօրյա է, բայց անկեղծ ասեմ, երևի 1 կամ 2 անգամ իրան վերցրած ոչ ավելի։ Ես սիրահարված եմ այս պայուսակին, բայց եկեք տեսնենք թե ինչ կա մեջը, ոնց միշտ ծամուն։ Ֆավորիտ պայուսակը կրկին նույն ֆիրմայից։ Չգիտեմ ինչ անում այս ֆիրման իմ հետ, բայց ես խնդրում եմ ուղղակի իրանց պայուսակների համար։ Ես ամեն դեպքում sense համ գույներով եմ փորձում դնել, համ չափսերով։ Այս պայուսակը անասելի հարմար է ճանապարհորդության ժամանակ, իդեպ մենք 24-ին մեկնում ենք, թողենք մեկնում, շուտով դուք կիմանաք։ Սա ինձ նվիրել է կրկին նույն ֆիրմայից Դիանիկը իմ ծնունդի օրը։ Այստեղ բան չունեմ, իզալմանս ինձ։ Այստեղ այն պայուսակներն են, որոնք դեռևս ես sense չեմ հասկանում ինչի է դա կարելի կրել, այդ պատճառով sense թողել եմ վերևում։ Ինչքան գեղեցիկ է։ Ես չգիտեմ, ուղղակի դուք գնահատեք։ Կարծում եմ, որ խոսքերը ավելորդ են։ Այս պայուսակը սեր էր առաջին հայացքից։ Տնտեսեք նաև այսպեսի բան եմ պատվիրել, շունիկա, Lexus-ը։ Այդտեղ գույներով մի քիչ չի լինում, բայց ոչինչ, տարբերակ չունեք։ Որ ասում էի, խնդրում եմ ուղղակի այդ ֆիրմայի պայուսակների համար, ուղղակի չեմ ասում, տեսեք։ Խնդրեմ։ Ես պետքա լինեմ իրանց ամբասադորը։ Սենց չի լինի։ Երկու կապույտ պայուսակ դնում ենք այստեղ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչքան շատ եմ ես սիրում փափուկ պայուսակներ, բայց իրանց կրում եմ մենակ ձմռանը։ Իմ միակ սպիտակ պայուսակը սա է։ Եկավ ժամանակը իմ նոր պայուսակների։ Так, եկեք սա ցույց տամ առաջինը։ Գրել է ինձ իմ քուրիկը Ամանորի։ Մամաս, իմ ծնունդին։ Իրանք մի քիչ նման են, բայց կարծում եմ, որ սա ավելի sense էլեգանտ է, իսկ սա սպորտի հետ կկարողանամ համադրել։ Նաև ունեմ այսպիսի փայլուն պայուսակներ, որոնք որ ավելի շատ տոնական են։ Վերջ, այսօրվա համար այսքանն էր։